Հայկ Սլվացյան, Անաստաս Միկոյան 64 շենքում բնակարանի գնման իրավունք ձեռք բերած ֆիզիկական անձ, ինչպես այս բոլոր բնակիչները։ Ինչի համար եք այսօր եկել կառավարություն։ Մենք դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 18-ին այստեղ էլի հավաքվեցինք, ակցիա իրականացրեցինք, դիմումներ հանձնեցինք Հայաստանի Հանրապետության վարչապետին, որպեսզի մեր խնդիրներով պայմանավորված կառավարությունը ջանքեր գործադրի, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք մենք բոլոր բնակիչներով հայտնվել այս իրավիճակում։ Դեկտեմբեր ամսին տեղեկություն ստացանք, որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի աշխատակազմում, որը պետք է զբաղվի այս բնակելի թաղամասի խնդիրներով։ Բայց ցավոք 4 ամիս անցել է, մոտ 4 ամիս արդեն, աշխատանքային խումբը որևիցե կերպ աշխատանքային խմբում որևիցե բնակիչ ներգրաված չի եղել ու ըստ այդմ տրամաբանական հարց առաջանում, ինչպես է աշխատանքային խումբը զբաղվում մեր բնակիչների խնդիրներով, առանց լսելու, առանց հարցնելու բնակիչներից, թե կոնկրետ ինչ խնդիրներ կան։ Հիմա մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի պահանջենք փոխվարչապետի հետ հանդիպում, որպեսզի մենք հարցեր ունենք, պահանջներ ունենք, այդ պահանջները պետք է ներկայացնենք ու հստակ երաշխիքներով պետք է ստանանք այդ հարցերի պատասխանները։ Տեսեք, սնանք ճանաչված N&S Construction ընկերությունը պարզվել է, որ 21.5 միլիարդ վարկային պարտավորություն ունի Ամյու բանկին, նախկին Հայ բիզնես բանկին, հա։ Հիմա ինչա տեղի ունենում, ինչ պրոցեսա տեղի ունենում, սնանկության կառավարիչ Գևորգ Գևորգյանը գրությամբ հայտնել է, տեղեկացրել է ընկերության ղեկավարությանը, որ իր համաձայնությունը տալիս է առայն ու նշել է այն հասցեների ու այն բնակիչների անունները, ովքեր կարող են դիմել փոխանցման ակտ կնքել եւ ստանալ սեփականության վկայականը, բայց պայման կա այդտեղ։ Ուրեմն տեսեք, Ամյու բանկը 21.5 միլիարդ վարկային պարտավորությունը բաժանել է բնակելի համալիրում արկա բնակարանների քառակուսի մետրերի վրա, ստացել է 1 քառակուսի մետրի հաշվարկով 206,000 դրամ։ Այսինքն բնակիչներին արտադրվում է բացի իրենց պայմանագրային գումարներից լրացուցիչ 206,000 դրամ յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվարկով նորից գումար վճարել, որպեսզի կառուցապատողի անպարտաճանաչ կառուցապատողի վարկային պարտավորությունների դիմաց մեր բնակարանը, մեր գույքը չգրավադրվի, չմնա բանկում որպես գրավի առարկա։ Այսինքն բանկը գրավի դադարման թույլտվություն մենակ տալիս է այդ պայմանով։ Հիմա մենք դրանից մեր բնակիչների բոլորի բողոքից ասումը այտենց արթնացել է, հիմա մենք եկել ենք հասկանալու համար։ Այս ինչպես է տեղի ունենում այս ամեն ինչը, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որևէ ձև պաշտպանված չեն երկրի կառավարության կողմից, ասենք ակնհայտ մեզ թողել են մենակ կառուցապատող, բանկ, քաղաքապետարան, այդ ինչ որ հանցավոր սխեմայի մեջ, ու մենք չենք իմանում ինչ պետք է անենք։ Մենք բազմաթիվ դիմումներ ենք ներկայացրել, այդ թվում սեպտեմբերի 18-ից դեռևս դատախազություն եւ քննչական կոմիտե դիմումներ ենք ներկայացրել բնակիչների ստորագրությամբ, որ այս հարցերին իրավական գնահատական տրվի, որովհետեւ բազմաթիվ ապօրինություններով, բազմաթիվ խախտումներով ինչ որ գործընթացներ ա գնացել, մութ գործընթացներ։ Առ այսօր դատախազությունից եւ քննչական կոմիտեից որևէ պատասխան չկա մեր դիմումների հետ կապված։ Գրգոռ չկա հարուցված, ուսումնասիրել են եւ գրգոռ չեն հարուցել։ Տեսեք, մեր դիմումին ի պատասխան մենք ստացել ենք միայն դատախազությունից եւ քննչական կոմիտեից հետեւյալը, որ գլխավոր դատախազին եւ քննչական կոմիտեի նախագահին ուղղված մեր դիմումները ուղարկվել են Երևան քաղաքի դատախազություն, Երևան քաղաքի դատախազությունից տարածքային դատախազություն, հասկանում եք, մեզ ոչ մեկ չի պատասխանել, որ քրեական գործեր հարուցելու հիմքեր չկա, կամ հարուցված չի, կամ չգիտեմ ինչ։ Մեր հարցմանը, Ազատություն ռադիոկայանի հարցմանը պատասխանել են, որ գործերով, այդ բողոքներով քրեական գործ չկա հարուցված։ Շատ բարի, մենք հիմա այսօր հանդիպումը որ պահանջում ենք փոխվարչապետի հետ, նաև ներկայացնելու ենք բոլոր այն փաստերը, որոնք առնվազն հիմք են վարույթ նախաձեռնելու համար, բայց պետք է հասկանանք, թե ինչ կաշկանդվածություն ունի մեր կառավարությունը, ինչ կաշկանդվածություն ունեն իրավապահ մարմինները, որ նմանատիպ գործողությունների չեն գնում։ Պետք է դա հասկանանք։ Ինչ կաշկանդվածություն։ Չեմ կարող ասել։ Ես կմեկնաբանեմ այսպես, հա, դա պետք է լինի կամ կաշկանդվածություն, կամ շահագրգռվածություն։
Հիմա դրա հարցի պատասխանը պետք է իրանք տան։ Եթե չկա ոչ մեկը, ոչ մյուսը, ապա առնվազն տարակուսելի է, որ անգործություն է դրսևորում եւ իրավապահ համակարգը եւ կառավարությունը։ Եթե ձեր հարցերին համարժեք պատասխաններ չտան, որոնց սպասում եք, ինչ եք անելու, որտեղ նշեցին, որ ճանապարհ կփակեք։ Այո, մենք փորձել ենք այսքան ժամանակ իրավական ճանապարհներով, դիմումներով, պրոցեսներով մեր խնդիրներին ստանալ պատասխան։ Բայց եթե այնպես է ստացվել, որ մեզ պետք է թողեն մենակ, մենք կանցնենք արդեն մեր ծայրահեղ գործողություններին։ Ընդհանուր ճանապարհներ կփակենք եւ այլն եւ այլն։ Պահանջները այս պահին 9 կետից են բաղկացած, 8 կետից են բաղկացած։ Հիմնականում վերաբերվում են տեսեք հաստատված նախագծով, որը համաձայնեցվել է քաղաքապետարանի ու այլ գերատեսչությունների կողմից, անցել է մասնագիտական փորձաքննություն, դրական եզրակացություններ ստացել, այդ նախագիծը, նախագծային փաստաթղթերը, այդ փաստաթղթերով հաստատված է եղել թաղամասի սպասարկման ընդհանուր հողատարածքը 3.37 հեկտար։ Հիմա հունիս ամսին, երբ որ ավարտական ակտը ձևակերպել են, այսինքն փաստագրել են ավարտվածությունը շինարարական աշխատանքների առանց շահագործման թույլտվության։ Դրանից հետո կառուցապատող ընկերությունը դիմել է քաղաքապետարանին եւ հաստատված հատակագծով այդ հողամասից առանձնացրել է 4000 քառակուսի մետր հողատարածք։ Քաղաքապետարանը որոշում է կայացրել, իդեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այդ առանձնացված հողակտորին տվել է 64.7, Անաստասմիկան 64.7 հասցել։ Հիմա հարց է ծագում, թե ինչպես է հաստատված նախագծով, բոլոր գնման իրավունքի պայմանագրերում նշված է, որ մենք ձեռք բերելով բնակարանը, այդ թվում նաև քաղաքացիական օրենսգրքի 224-ի 1 հոդվածով, ասում է, եթե դու ձեռք ես բերում կառուցվող շենքից անշարժ գույք, դրա հետ մեկտեղ ձեռք ես բերում նաև այդ անշարժ գույքը սպասարկող հողամասում ընդհանուր բաժնային սեփականություն իրավունքը։ Այսինքն մենք գնման իրավունքը ձեռք ենք բերել ոչ միայն մեր բնակարանի գնման իրավունքը, այլ նաև այդ հողամասի նկատմամբ ըստ մեր բնակարանի մակերեսի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։ Հիմա ոնց է ստացվել, որ այդ իրավունքներով ծանրաբեռնված քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծից, ասենք այդ հողամասը առանձնացրել են, տենց առանձին գույքային միավոր տվել են այդ ընկերությանը։ Հիմա մենք պահանջելու ենք ու մենք հասնելու ենք դրան, որ այդ հողամասը պետքա այդ գործարքը անվավեր արվի, որովհետև ինքը օրենքին հակասող գործարք է, օրենքի խախտումներով ընդունված ցանկացած գործարք, նույն քաղաքացիական օրենսգրքով ինքը անվավեր գործարք է։ Ես որքանով տեղյակ եմ, կան էլի նմանատիպ դեպքեր, ու մարդիկ բարբերաբար ակցիաներ են իրականացում քաղաքապետարանի մոտ։ Ես բոլորին կոչ եմ անում կապի դուրս եկեք մեր հետ կամ չգիտեմ ինչ որ կոնտակտներ փոխանցեք, մենք բոլորով պետք է համախմբվենք, որովհետև սա ոչ միայն օրենքի ինչ որ չափ բաց է, այլ նաև կարգավորված չի այս հարաբերությունները, դրա համար մենք բոլորով պետք է համախմբված պայքարենք կառուցապատողների դեմ։ Բայց դա հարցը կլուծի։ Կարծում եմ, որ կլուծի։